Ողջույն բոլորին, սիրելիներ, քանի որ այստեղ ես կոտլետներ էի պատրաստում, պանիրովոչնի, այսպես ասած, չորահացի մեջ թաթախած, արտաշեսնա, դավյան ինչ ես անում, բայց գիտեք, չէ, առանձին ձվի մեջ չեմ թաթախել, քանի որ ֆարշի մեջ կոտլետի արդեն ձու էի լցրել, ինքը կպչուն էր, ու ես չէի ուզում շատ թաթախեմ, հա, ուզում էի սենց մի փոքր ենքան, որ վրան պատվի բանով, այսպես ասած, այդ սուխարիկներով, և խնդրեմ, հեսա երկու կողմից կտապակեմ, թեյնիկի կեղտերին ուշադրություն չենք դարձնում, ինքը միշտ էստեղ կեղտոտվում է, արդեն ասել եմ ձեզ այդ մասին, շատ մոտ է գազօջախին, այդ լավ չի իհարկե, բայց դե շաբաթը 1-2 անգամ մաքրում եմ, օքեյ է։ Այստեղ պատրաստվում է կլուբնիկա լվայ, սուրճ եմ դրել իմ ու խորենի համար, հեսա իրա մոտ դասերա, միած սուրճ խմենք, ուղղակի այնքան գիգանտ էին ասում, ոյ կադրը մի չի փոխանցում իրական չափը, շատ մեծ են, ասեցի միած ձեզ ցույց տամ, բայց մեծության հետ մեկտեղ են, որ խոտ համ ունենում են, այդ ձև չեն, իսկապես համեղ են էլի լինում, մեր տեղականն է։ Մամբումը կլունիկալել ես լուչ տեսավ որ այդ նոմադա կայլիլա ոտ ես չի Ոչինչ։ Ну, լվացվեցի։ Ուզեցի պտտեմ, որպեսզի տեսնեք, թե ինչ տեսք է ունենում արդեն ժարի եղած, այստեղ իդեպ ձետ ու մի քիչ էլ կարակ եմ լցրել, որ ավելի լավ ստացվի։ Երեխեք, այստեղ տոլմայի ֆարշ եմ բռնել, տոմատ, սոխ, կանաչեղեն, կարմիր պղպեղ, մի քիչ սև պղպեղ, կլոր բրինձ, սոխը ասեցի, մի խոսքով սառնանում 2 ժամ մնացել է, 2 բանկա խորիկից ուզել էի բան բերել, հեսա մի հատներ էստեղ է, այսօր օրը անցկացրել եմ Սուսիկենս տանը, ես մի քիչ համասանի իմ գրավորներով էի զբաղված տանն էի մնացել, և հիմա արագ մի հատ տոլմա պատրաստենք, իհարկե պատրաստելուց Դավիթը միշտ գնում հագնում է իր խորհրդական բաները ու գալիս է, մի հատ էլ լվացվեց, մամա իմ ձեռքերը մաքուր են, ու եկավ նստեց, հա? Տոլմաս փաթաթել եմ, իրականում կասուլկան շատ մեծ է, դրա համար է տոլման քիչ թվում, 3 շարք է, էփելուց էլ գիտեք կրկնապատկվում է, եթե ոչ ավելի ծավալի մեջ, ու արդեն ընտիշ քանակություն կլինի, տոլմաները այս անգամ փաթաթել եմ երկար, մի անգամ գնացել ենք իվենթի, այնտեղ խոհարար մաստեր կլաս ցույց տվեց, թե ոնց են ստանում այն ռեստորանային երկարուկ բաները, տոլմաները, ու ես եկեք ես մեկը սենց փորձեմ անեմ, որ տեսնեք, այսպես 2 թուփ իրար կողք ես դնում ու 2 թփով ես փաթաթում, ստացվում է շատ սիրուն երկար տոլմաներ, այստեղ սոխարած եմ սարքել տոմատով, լցրել եմ վրան և վերջ հեսա մի ժամ ու կեսից ունենանք համով տոլմա, խորենն է տարավ երեխաներին պարկացրեց, որ մի քիչ իրար հետ երեկոն գունե անցկացնենք, ու երեկո չի արդեն գիշերը։ Չեմ հիշում վերջին անգամ երբեմ նման ճոխություն ինձ թույլ տվել, որ կլուբնիկան ուտեմ շաքարով, ուղղակի այդ մանկության, ինձ թվում է փոքր ժամանակ բոլորդ գրեթե այդպես կերել եք, այդ մանկության սենց բանը զգալու ցանկություն առաջացավ մոտս և հիմա քիչ քանակությամբ եմ իհարկե լցրել, բայց փորձենք զգալ այդ վայբը։ Սենց բան իմ հետ դեռ չէր եղել, զարթուցիչս որոշել ես չզնգալ, աչքս բացեմ 9:30 10-ից ժամն է, կոտորվելով հագնվել եմ, հիմա գետը 10:30 նոր դուրս եմ գալիս, ահա որ ներվային վիճակում եմ, բայց դե ինչ արած, որ ես էլ եմ մարդ, երբեմն ինձ էլ է տրված ուշանալ։ Հասնում եմ համալսարան, բայց առաջի ժամի ավարտին մնացել է 10 րոպե։ Սուրճ ենք վերցրել, երկար դասամիջոցն է, առաջի ժամից հասա 10 րոպե էր մնացել ու զանգը տվեց, բայց ոչինչ ասեցի ուշացմանս պատճառը, ռուսերեն արել ենք և կմնա վերջին դասը NLP-ի դասն է, պետք է միած սուրճ խմել դրանից առաջ։ Դասերս ավարտել եմ, աճապարում եմ տուն, որովհետև հեսա անձրև է գալու, այսօր ենքան հետևորդ եմ տեսել քայլելիս, կուրսեսուս հետ իջնում էի, քանի հոգի միայն այդ ընթացքում մոտեցան, հաճելի է լինում միշտ, մի խոսքով երեխեք ջան, փորձեմ հասնել խորեննել Դավիթի տանի, նկարչության հուսամ անձրև չի գա մինչև հետ, որտև երեխու այդ անձրևին դուրս գալը գիտեք, դժվար զադաչա է, կակ տտակ գանձերս, ոյ, այսօրն էլ անցավ, ես չորեք շապտին էլ անցավ գնամ, մի քիչ հանգստանամ, այնքան անելիք ունեմ,
Բացի այդ ժեստում, որ կլինիկական հոգեբանի դպրոցն եմ ավարտել, այնտեղ էլ զեկույցուն եմ պատրաստելու, արարողություն պիտի լինի հունիսի 1-ին լինելու, այնտեղ եւս ունեմ աշխատանքներ անելու, կարճ ասած չգիտեմ, քամին գնալով ուժեղանում եմ, տերևներ ու փշիկներ են լցվում աչքիս մեր ծառերից, բայց ես շարունակում եմ պայքարել եւ գնալ տուն, հասել եմ կայարան կարևորը, այդքան էլ սարսափելի չի եւ տանդ մոտ ես։ Դեպքում հավեսը հոլովակի իդեա ունեի Instagram-ի համար, նկարեցի, ոյ, մի տեսակ այնպիսի շոկ հատվել վրաս, այդ միտքը, որ անձրևի տակ էին գնելու, այնքան սենց քայլերս արագացրել են, որ տուն հասա տպավորություն էր, որ կարդիո նագրուսկա եմ արել սպորտզալում ու նոր եկել տուն։ Ինչով երեխեք ջան, արդեն տանը եմ, արդեն ամեն ինչ լավ է, հեսա խորերին դավիճ ճանապարհ եմ, մի հատ փոխվեմ, շունչ քաշեմ, սուրճ խմեմ ու արդեն անցնեմ իմ 1 տոննա դասերին։ Նիկուդա ինձ շիսի ոնց որ ասում են։ Այսօր որոշեցի, որ խորենի խնդրեմ, ինքը առևտուրը ցույց տա, ինչ կնի, որ խոր։ Ինչ ենք գնել։ Տավարի միս։ Ոսպով, կարմիր ոսպով սուպ եմ սարքելու։ Բանան, վարունգ։ Ելակ։ Կլունիկա։ Այդ ելակն է։ Խոսենք հայերեն, ելակ։ Սխտոր, նոր։ Իբար գազար։ Իբարը երկրիզման մի հատ եմ ուզել, որտեղ մնում թոշնում է։ Անունը յաչի գիտեմ։ Հասկացանք որպես։ Պաղպաղակ, կես և երեխեքին։ Ես վաղվա Բլաբո։ Հա, այսօր արդեն կերել եմ բաղ։ մի, բան, ասում եմ միս ձետ, անջան, լավաշ, սուրճ, և պանիր, իմ սիրած էչենիներից, անձեռոցիկ, Սաֆեկա կալասար։ շնորհակալ եմ, որ ինձ լեզուներ ես սովորացնում և ոնց խոսել, շատ շնորհակալ եմ։ Բումագա։ Չէ խորես։ Հա։ Ես մոտ նոր օր է, քանի որ այսօր ես դասի չեմ ու Արտաշեսել մի քիչ հիվանդ է ինքն էլ դպրոց չէր գնացել, որ շուտ արթնանամ իրա հետ։ Չնայած որ երեխեքս շուտ արթնացան, ու խանգարում էին ճիշտը, որ ասեմ խաղաղ քնիս, բայց մինչև ձետը մեկը քնել եմ։ Արթնացա, որոշեցի, որ պետք է առավոտյան ռելաքսից թույլ տամ։ Ուրեմն 3 10-ի սորն էր, չորեքշաբթի էր։ Եկել եմ տուն 2:20 ու մինչև գիշերվա 1:20-ը ես անդադար դաս եմ արել, պարապել եմ, ուղղակի նենց հոգնած է, չէի կարողանում, պարկել էի, չէի կարողանում մատայցի անեմ, որ քնեմ։ Ու այսօր որոշեցի, որ այ վեր եմ կացել, իմ համար սուրճ եմ դրել, մի հատ պաղպաղակ, պատուհան ես բացել եմ, միլիոն ու գործ ունեմ անելու, գիտեք չէ, տան գործ, դասեր, բայց արդեն մի կես ժամ ես նստած, նայում եմ դուրս, ինձ թույլ եմ տալիս մի քիչ առավոտը, կես օրը, այլել, ասեմ, այլ մի հատ կանգ առ էլի, կանգ առ, ջախարակ, ուղղակի ապրիր պահը, այդ ձևին աստվոյա մոտս, ուղղակի ապրիր պահը, եկեք մի փոքր կիսվեմ ձեզ հետ իմ մտքերով, դուք գիտեք, որ ես լրիվ, նոր, ուղի եմ բռնել, այդ որոշումը բարդ է եղել, հա, հոգեբան դառնալ, որովհետև եթե կողքից կարող է թվալ, որ տեղից վերկացողը հոգեբան է դառնում եւ այլն, ու դուք ճիշտ եք, դրա մեջ կա ճշմարտ։ Ես ուզում էի ի սկզբանե դառնալ լավ հոգեբան կամ չդառնալ ընդհանրապես։ Ու այս ճանապարհը բռնելուց ես գիտեի, որ ինքը տարբեր զոհողություններ է պահանջելու ինձնից, ինքը հեշտ չի տրվելու։ Բայց մեր մեջ ասած չգիտեի, որ այսքան դժվար։ Ես գիտակցում էի, որ իմ բլոգն է տուժելու,
որ ես չեմ կարողանալու առաջվա պես ու առաջվա կոնտենտը նկարել։ Բացի այդ, ես գիտակցում եի, որ արժե համակարգի փոփոխություն ա լինելու եւ այն ինչ որ ես առաջ նկարում էի, կենցաղ հա շատ։ Հիմա կարծես դա ինձ այդքան չհետաքրքրի։ Բայց պարադոքսալն այն է, որ այն ինչ որ ինձ ա հիմա հետաքրքրում, այսինքն գիտություն, հոգեբանություն, դա էլ իմ աուդիտորիային այդքան հետաքրքիր չի, որովհետև ի սկզբանե ես իմ կողքը հավաքել եմ տնային տնտեսուհիներ, կանայք, աղջիկներ, որոնք սիրել են հենց այդ կոնտենտը, որտեղ ես ինչ-որ բան եմ պատրաստում, տներն եմ մաքրում, իմ տուն, ընտանիք, երեխա։ Եվ բնական է, որ իրենց խորթա այն ինչ հիմա իմ կյանքում կատարվում է, եւ քիչ-քիչ մարդիկ այսպես կարծես չգիտեմ, մնում են միայն ամենահավատարիմները, սենց ասեմ, մնում են միայն նրանք, ովքեր իսկապես, այսինքն ոնց ասեմ, այդ կապը ստեղծվել է մեր մեջ ու կպել են ինձ, հա, ոնց որ դարձել ենք անծանոթ բարեկամներ։ Այ այդ մարդիկ ինձ հետ են ու ես շատ շնորհակալ եմ ձեզ, չեք էլ պատկերացնի, ինչքան բարոյական, ահռելի աջակցություն եմ ստանում ես այն մարդկանցից, որոնք ինձ չեն թողնում այս պահին։ Որովհետև երբ որ դու ռեսուրսի մեջ ես, հա, ու ամեն ինչ շատ լավ է ստացվում, նորմալ է որ քո կողքին են, բայց երբ որ դու ինչ-որ կարևոր գործի վրա կենտրոնացած ես ու այդ ռեսուրսը բլոգինգի նվազել է, սակավ է դարձել, բայց քո կողքն են մարդիկ, ահա որ թանկ բան է, ահա որ, ու իմացեք, որ դուք ինձ տալիս եք ահռելի աջակցություն, ահռելի աջակցություն, մառայլնի իմ համար շատ դժվար է հասկանալ, որ իմ բլոգը հետընթաց է ապրում, շատ, որտև այս բլոգը ոնց որ իմ երեխան լինի, ես իրան քանի տարի է արդեն, ժողովուրդ 8 տարի է ես վարում եմ այս ալիքը, դուք պատկերացնում եք ինչքան սեր եմ զգում ես այս ալիքի հանդեպ, ու ինչքան ցավ եմ ապրում, երբ որ դիտումներն են ընկնում, հա, չգիտեմ, հետևորդներն են ատպիսկա լինում, շատ ցավալի է, ու այդ աջակցությունը ձեր, ոնց որ ինձ թևեր տա, ոնց որ ասի քո կողքն են, դու շարունակի, հեսա կավարտես, հեսա։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ես մտածում եմ բարբերաբար, ես զգում եմ, որ իմ առաջվա կոնտենտին վերադառնալ արդեն լիրում է չէ կյանքում, որ ինչ-որ մի բանի մեջ ես, հետո դի ռուսերենոց են ասում, պիրիրասти ես անում այդ, ոնց որ այդ էտապը, այդ ինտելեկտուալ շեմը անցնում ես ու ուրիշ բան է քեզ սկսում հետաքրքրել, ուրիշ բան ես ուզում անես, քեզ էլ հետաքրքիր չի մակրության վիդեո, օրինակ նկարել, քեզ հետաքրքիր է նկարել վիդեոներ, որտեղ դու կխոսես շատ հետաքրքիր հոգեբանական թեմաներից, կյանքից, մարդկային միջանձնային հարաբերություններից, ու այսպես մտածում եմ, էլի ապագայում կոնտենտի փոփոխություն կարծում եմ կսպասվի, ու շատ վախեր ունեմ, արդյոք ինձ հետ կմնան մարդիկ, արդյոք այդ կոնտենտը կհետաքրքրի իրենց, արդյոք երբ կենցաղը հանեմ իմ բլոգից, մարդկանց չեմ դադարի լինել հետաքրքիր և իրենք չեն գնա ինձնից, դեռևս չգիտեմ ինչ կոնտենտ ու ինչպես, անկեղծ չգիտեմ, բայց մի բան գիտեմ, հոգեբանի մասնագիտությունը այն մասնագիտությունն է, որը պահանջում է մի փոքր փակ կյանք, հա, երբ որ դու հոգեբան ես դառնում, դու չես կարող նույնչափ բաց մնալ, ինքը ինչ-որ ստատուս է, ինչ-որ ֆորմա է, որի մեջ դու պետք է մտնես ու պետք է տեղավորվես այդ ֆորմայի մեջ, ովքեր հոգեբանություն սովորում են կամ պատկերացում ունեն, կհասկանան ինչ եմ ասում, դրա համար այսպես շատ հակասական մտքեր ունենում եմ, ինչ անել, ինչպես անել, որ լավ լինի, որ իմ աուդիտորիան համ չներվի այդ փոփոխություններից, համ էլ ինձ կոմֆորտ լինի իմ ալիքում այդ ֆորմատով աշխատելը, հա, դեռևս մտածում եմ, դեռևս ժամանակ կա, բայց բլոգը ավարտելուց առաջ ուզում էի այս շնորհակալությունը ասել ձեզ երեխեք, որ կողքիս եք,
չգիտեմ, այդ թանկ բան է։ Այդ թանկ բան է։ Մանավանդ գիտեք, երբ որ ես բլոգը սկսեցի ու ես առաջիններից էի կամ Հայաստանաբնակ առաջինը, ով հենց ընտանեկան པարզ վլոգային կոնտենտ էր անում, այդ ժամանակ ինձ սիրելը ավելի հեշտ էր, որովհետև ընտրանք չկար։ Հիմա ընտրանքն ահռելի է։ Հիմա ալիքները, ինստագրամյան էջերը ահռելի քանակության են։ Եվ արդեն այդ քանակության մեջ մնալ սիրելի, այ դա շատ թանկ բան է ու շատ կարևոր եւ իմ կողմից շատ գնահատելի։ Շնորհակալ եմ ձեզ։ Իմացեք, որ դուք ինձ թև եք տալիս եւ իմացեք, որ իմ այս ճանապարհին, հա, տատասկապատ մասնագիտական ուղու մեջ դուք են գեղեցիկ հարթավայրն եք, որը ինձ թույլ է տալիս ավելի սահուն անցնել, ավելի այդ հատվածով ավելի անխոչնդոտ անցնել։ Հաճիկներ եմ անում բոլորիդ, իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգի շրջանակներում։